Պարոն Պապյան, ես նախ շատ ուրախ եմ, որ դուք ձեր բառապաշարը փոխել եք կամ գոնե որոշում եք կայացրել ձեր բառապաշարը փոխելու եւ այլևս ձեր ընդդիմախոսների հետ բացառապես գիտական հոդվածների լեզվով եք խոսելու, որովհետեւ երբեմն անհասկանալի է եւ շփոթ է առաջացնում։ Դուք ի վերջո էկոնոմիկայի նախարարն եք, ձեր ստատուսից բխող բոլոր հանգամանքներով եւ իրավիճակներով պայմանավորված, թե Վահագն Ալեքսանյանն եք, սա մեկ։ Հիմա դուք ասում եք, որ որևէ սպառնալիք հայ գյուղատնտեսի համար չի ներկայացնում։ Չեմ ասել այդպեսի։ Լավ, հարցս վերաձևակերպեմ։ Փաստորեն արձանագրենք, որ չեք հերքում, որ սպառնալիքներ կարող են լինել մեր գյուղատնտեսության համար։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անգամ գյուղատնտեսության նախարարություն չունենք եւ գյուղատնտեսության նախարարությունը հենց ձեր իշխանությունների օրոք է փակվել։ Հիմա կարող եք հայ ժողովրդին արմավիրում, վարունգ, լոլիկ, վարունգ աճեցնող գյուղատնտեսին, բազմաթիվ ջերմոցներ ունեցող գյուղատնտեսին, ձմերուկի դաշտեր ունեցող, խաղողի դաշտեր ունեցող մեր գյուղատնտեսին պարզ մարդկային առանց այդ գիտական հոդվածի խնդրում եմ հասկանալի լեզվով հայ մարդուն հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է սպասվում իրեն սահմանի բացումից հետո։ Մի բան էլ, որևէ մեկը հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ չի խոսացել։ Այդ սահմանը մենք չենք փակել։ Բայց ակնհայտ է մի բան, որ այդ սահմանի բացվելուց հետո մեր գյուղատնտեսությունը առանց էլ ծանր վիճակում հայտնված գյուղատնտեսությունը վերջանալու է։ Շնորհակալ եմ։ Ես մի հատ հավելում անեմ նոր էլի պարոն Պապյան։ Ուրեմն Տիկին Խաման, նախ շատ լավ է դուք եք ձեր ռետորաբանությունը փաստորեն փոխել, ընդունում եք, որ սահմանի բացումը պետք է մեզ, ես ողջունում եմ դա։ Այո, նաև ձեր խմբակցությունից շատ հաճախ անպագորգոր ելույթներ են։ Լեսի մի հատ բան ասեմ հետո էլ։ Մի վարքյան։ Նախ Վահագն Ալեքսանյանի եւ Գևորգ Պապոյանի Սկզբունքով էլ ասում եք, որ ընդդիմախոսները դեմ են խաղաղությանը։ Հեսա պարոն Պապյանը կպատասխանի տնտեսական հարցերին։ Ընդդիմախոսները դեմ են հարևանների հետ, այդ թվում թշնամական հարաբերություններ ունեցող հարևանների հետ հարաբերություններ կառուցելու։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ձեր ֆրակցիայում կան մարդիկ, շատ լավ որ իրար հետ սկսել եք քիչ շփվել, բայց ձեր ֆրակցիայում կան մարդիկ, ովքեր որ դեմ են սահմանի բացմանը, ովքեր որ ուզում են գնան Մուշ Սասուն, Կարսարդահան, մտնեն ինչ-որ գործողություններ անեն, մենք դեմ ենք դրան, բայց մի հատ բան ասեմ, էլ ներողություն։ Վահագն Ալեքսանյանը եւ Գևորգ Պապյանը ունեն ընդամենը մեկ ընդհանրություն կամ երկու, նախ նույն քաղաքական թիմի անդամ են եւ երկուսն էլ քաղաքացիական պայմանագիր, կուսակցության, վարչության փոխնախագահներ են, նոր են նաեւ դեռևս չեն վերընտրվել, հին վարչության բայց երկուսն էլ ընտրվել են վարչության անդամ եւ մի քիչ կավա բան լինի, պարոն Պապյան, ես կխնդրեմ այդ տնտեսական հատվածին արձագանքեք Տիկին Խամյանի։ Շատ լավ, կարձագանքեմ, իրականում ես կարծում եմ, որ ցանկացած խոսքի, այդ թվում իմ նշած գիտական խոսքին եւ պարոն Ալեքսանյանի քաղաքական խոսքին շատ դժվար է հակադարձել եւ Տիկին Խամոյանի, այսպես ասած, խոսքի թիրախը նաեւ այդ պատճառով էինք, բայց ամեն դեպքում ես շատ կոնկրետ պատասխանեմ բոլոր բարձրացած հարցերին, բայց անուն արդարության Տիկին Խամոյանի բոլոր հարցերը իմ մինչև հիմա եւ հանրաժողովի աշխատանքի շրջանակում ես պիտի արձանագրեմ, եղել են շատ հարգալից եւ շատ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ես հանրաժողովում միշտ հարգալից մթնոլորտ է, նաեւ այդ կոնտեքստում շնորհակալություն հայտնենք մեր ընդդիմադիր падգամավորներին։ Հիմա տեսեք, Տիկին Խամոյան, գյուղատնտեսության նախարարություն կա չկա, դա իրականում ընդամենը բառախաղ է։ Գյուղատնտեսության ասեմ ինչի, որովհետև փաստացի գյուղատնտեսության նախարարություն կա, երկու փոխնախարարներ, ամեն մեկը ուսաբուծության ուղղությամբ, մյուսը ուրեմն անասնաբուծության ուղղությամբ ավարտեմ էլի իմ խոսքը։ Ես
ես ավարտեմ Խոսափողով էլի եթե անաստապետության ուղղությամբ այդ ամեն ինչը կա եւ ուղղակի եթե գյուղատնտեսության նախարարի լինելը կամ լինել չլինելը դա որևէ բան ոչ ուրեմն փոխելու էր ես դες վստահեցնում եմ այն ծրագրերը ինչ որ կա մեր կառավարության ծրագրում եւ ինչ որ այսօր արվում է էկոնոմիկայի նախարարության կողմից նույն ձևով, նույն ծավալով, նույն բնույթով, նույն բովանդակությամբ արվելու էին եւ ոչ մի բան, ոչ ավել, ոչ պակաս։ Սա մեկ։ Երկրորդը, այդ որ ասում եք բաները, խնդիրները մեր գյուղատնտեսության, դուք օրինակ գիտեք կարտոֆիլը օրինակ ինչքան քանի դրամով է մթերվում դաշտից։ Չգիտեք, ես դες ասեմ, ասենք 150 դրամով գնացեք օրինակ Շիրակի մարզ Ազատան գյուղ 150 դրամով կարտոֆիլ են մթերվում։ Մենք կասեք երբ է Հայաստանում դաշտից 150 դրամ կարտոֆիլ մթերվել։ Խաղողը գիտեք ինչքան Դաշտից են մթերվում։ Խաղողը գիտեք ինչքանով է մթերվում։ 150 դրամ։ Գնացեք տեսեք վերջի 2 տարիներից բացի Հայաստանում քանի տարի է եղել, որ խաղողի բանը սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ձեր միակ խոսելու բանը եղել է խաղողը։ Հիմա մի անգամ ինչի՞ չեք խոսում, որովհետև դες խնդրեմ չկա, որովհետև անսահմանափակ մթերվում է, ինչքան շատ ելներ, այդքան շատ կմթերեինք։ Ինչ խնդիրն է, բանը կա մի հատ խնդրեմ։ Լոլիկը այս տարի 6-7 հազար տոննա ավել լոլիկ ա եղել նախորդ տարվա համեմատ։ Ինչի՞ մի հատ ասենք տենց ձայն բան չկա։ Ուզում եմ ասեմ, իրականում այդ ինչ որ դուք նկարագրում եք, բացարձակապես իրականության հետ կապ չունի, ազգային վիճակագրական ծառայության թվերը նայեք այս տարվա գյուղատնտեսության, դրանց աճի տեմպերի մասին, իրականում գնացեք մարդկանց հետ խոսեք այդ ուրեմն իրավիճակի մասին եւ կարծում եմ, որ էական ձեր մոտ կփոխվի եւ հուսով եմ, որ այդ համոզվածությամբ հարցերը հաջորդ անգամ չեք տա մի փոքր ավելի, այսպես ասած, կարգամելով, եթե ինչ-որ նպատակ ունեք, որ հիմա սահմանը բացվելու մասին։ Հիմա սահմանը բացվելու հետ կապված, տեսեք, ես ասեցի, որ էական խնդիրներ չեն լինելու, այսինքն գիտականորեն ապացուցված է, որ խնդիրներ չեն լինելու։ Հիմա առանձին ապրանքատեսակների մասով կարող են փոքրիկ խնդիրներ լինել։ Միգուցե կամ այո կարող են լինել, այսինքն որոշ դեպքերում կարծում ենք, որ կարող է լինի, որոշ դեպքերում վստահ ենք, որ կարող է լինի, բայց այդ բոլոր խնդիրները իրանք եւ ֆինանսական առումով եւ ծավալային առումով եւ ռեսուրսային եւ բազմաթիվ այլ հարցերով իրանք շատ կառավարելի են եւ մեր որոշումների տիրույթում են, այսինքն կարանք որոշումներ ընդունենք, որոնք որևէ քաղաքական եւ այլ խնդիր չեն առաջացնի, կարգավորենք, որոշ դեպքերում աջակցության ծրագրեր կանենք, որոնք կադապտացվեն, այսինքն եթե դու ստանում ես մի հատ մեծ բան դրա թիմ փոխարեն կարող ես կորցնել մի հատ փոքր բան, կարող ես կորցնել, բայց ավելի լավ է մենք այդ մեծ բանը ստանանք, այդ փոքր բանը այսպես նենց հեշտ կորցնենք, որ աջակցելով, ադապտացնելով, ինչ մի քիչ փակելով, մի քիչ էս անելով, բայց մեծը ստանանք, կամ մեծի մեծ մասը ստանանք։ Սրա մասին է խոսքը։ Հետևաբար, եթե ձեր հարցը նրա մասին է, մեր քաղաքացիները կարող են մտահոգվել, ես ասում եմ, չպետք է մտահոգվեն, որովհետև մենք ունենք բավարար գործիքներ, մեխանիզմներ, ֆինանս, որ այդ հարցերը այնպես կլուծենք, որ ոչ մեկ իր վրա դա բացապար չի ուրեմն ստանա, բացապար էֆեկտ չի ունենա իր վրա։ Սա է ձեր հարցի պատասխանը, թե չէ առանձին ինչ-որ մեկը, դուք հիմա օրինակ մի հատ ապրանք գիտեք, որ Թուրքիայից կարա մտնի Հայաստան ու չի մտնի։ Ես չգիտեմ, միշտ էլ մտել է։ Այս տարի էլ է մտել, անցած տարի էլ է մտել, 10 տարի առաջ էլ է մտել, 20 տարի առաջ էլ է մտել։ Միշտ Ընդհակառակ այն ինչ որ մեզ պետք է արտահանենք, այդտեղ խնդրեմ ունենք։ Այն գիտեք ինչ է, օրինակ մեր ապրանքները մեր երկրից գնացող ու մեր երկրի երկու ապրանքները այդքան թանկ, մեր երկրից գնացող ապրանքներն այդքան թանկանում են։ Որովհետև սովորական միջակայական ծով հասնելու համար ոչ թե մի քանի 100 կիլոմետր ուղիղ գծով գնում ենք հասնում ենք Փոթի, հետո Լաստանավով, Սև ծովից հետո Մարմարա ծով, Մարմարա ծովից հետո Էգեյան ծով, Էգեյան ծովից հետո պատտվում ենք հասնում ենք Միջերկրական ծով։ Մինչև այդքանը անցնում այդ ապրանքի գինը ահագին թանկանում է։ Միջերկրական ծովի օրինակ որ մեր էքսպորտի ռազմավարությունը նայեք, այնտեղ դրա մասին բավականին մանրամասն գրել ենք, որ Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստներին հասանելիություն, որը մենք այսօր չունենք, եւ նույնիսկ անգամ որպես
այդ հա այդ ծով երբ չունեցող land locked երկիր որպես չունենք այդ հնարավորությունը այդ առանձին հարց է թե ինչ պայմաններ ինչ բաներ կա որ առևտրի համաշխարհային կազմակերպության պայմանագիր միացել ենք ինչ բացառություններով ենք միացել եւ այլն ես չեմ ուզում հիմա այդքան հետ գնամ Ես ասում եմ դուք ձեր հարցի, եթե դուք ուզում եք ձեր հարցի պատասխանը լսեք, ձեր հարցի պատասխանը հետևյալն է։ Խնդիրները այնքան օգուտները այնքան շատ են, խնդիրները այնքան քիչ, որ այդ քիչ խնդիրները հաստատ հեշտ կառավարելի եւ լուծելի են։ Դա կառավարությունը դրա համար է, որ ընթացիկ խնդիրները լուծի։ Պարոն Պապյան, ձեզ պարզ հարց եմ տալիս։ Դուք ունեք հաշվարկ թե ինչ վնասներ է կրելու գյուղատնտեսությունը սահմանները բացվելուց հետո, որովհետև դուք անգամ հաշվարկ չունեք, թե ինչ օգուտներ է ստանալու Հայաստանի տնտեսությունը սահմանները բացվելուց հետո, այդ մի կտոր ճանապարհից, եթե ապաշրջափակում տեղի ունենա, ինչպես ամեն օր ավետում եք, դուք այդ բոլոր հաշվարկները չունեք։ Հիմա այս հետևությունները ինչի հիման վրա եք ինձ հետաքրքիր ան։ Ես չհասկացա, թե մթերման գները ինչ կապ ուներ սահմանը բացվելու դեպքում գյուղատնտեսության կարած վնասների հետ։ Ես իսկապես չհասկացա, որովհետև մեր շատ գյուղացիներ ոչ թե արտահանվում է իրենց ապրանքը, այդ ներքին սպառման համար է։ Այդ մարդիկ օրվա հաց են վաստակում, այդ իրանց ջերմոցներով եւ, չգիտեմ, այլ գյուղատնտեսական ծրագրեր իրականացվելով։ Հո իրանք մեծ արտահանումներ չեն իրականացնում, իրանց օրվա հացի գումարն է։ Դրա համար իմ հարցը շատ պարզ էր, շատ մարդկային, շատ ընկալելի։ Այդ մարդը վաղը մյուս օրը ինչ է անելու, երբ որ իր աշխատանքի միակ աղբյուրը եւ ապրուստի միակ աղբյուր այդ իր մի կտոր հողն է, որը մշակում է եւ այդ մշակած հողով ստացած արդյունքներով փորձում է իր ընտանիքը պահել։ Լավ կամ վատ, չգիտեմ։ Դուք ասում եք խաղողը Հայաստանում մթերվում է Ինչքան ասեցիք 250 դրամով 150 դրամով 150 դրամ 220 արենին է մթերվում 150 դրամով է Վրաստանում էլ եթե չեմ սխալվում 350 դրամով է մթերվում այո հրապարակում եմ տեսել լավ ավելի ցածր գնով է մթերվում ասում հասկանան այդ ինչ մի հապարտանալու բան է երբ որ ամեն օր գնաճի եւ ամեն տարատեսակ բարդությունների ականատես են լինում հայ մարդիկ իրանց կյանքի ընթացքում եւ պարոն Պապան էլ չասեք որ փաստացի գյուղատնտեսության նախարարություն կա կներեք բայց այս հիշացնում է ձեր հայտնի խոսքը որ դուք հանրապետականի հետ կապ չունեք ֆիկտիվ հանրապետական եք եղել չասեք էլ մերսի Համեցեք պարոն Պապյան Եթե ես վերջից սկսեմ, եթե ես կապ ունենայի, դուք հիմա այնքան թղթեր ու էջեր ու նկարներ եք թմբկահարել, որ դրա մասին մարդիկ կիմանային, հետևաբար այդքանով ուրեմն կապ եմ ունեցել, իսկ հիմա ձեր հարցերի մասին։ Ուրեմն ասում եք հաշվարկ չկա։ Դե ես խորհուրդ եմ տալիս հետևել իմ գիտական գործունեության, իմ հոդվածները հերթով կարդաք եւ կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենաք։ Սա մեկ։ Սկսենք առաջինից, եթե իմ էջում իսկ չէ, շատ լավ, ես ներկայացրեցի արդեն, սա մեկ։ Երկրորդը, ընդ որում դա ներկայացրեցի որպես անհատ հետազոտող, որովհետև դա ես այնտեղ ներկայացել եմ որպես անհատ հետազոտող, որպես բան ոչ թե էկոնոմիկայի նախարար, այլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ։ Հիմա սա մեկ։ Երկրորդը իմ գործընկերոջ հետ։ Որովհետև դա արվել է դոցենտ Գևորգ Պապոյանի կողմից այդ հետազոտությունը եւ ոչ թե պետության կողմից է արվել։ Տարբերությունը դա է, սա մեկ։ Հետևաբար Տիկին Խամյան միացրեք նոր արձագանքեր Էլի ուղղակի չեմ կարա չան այսինքն պետությունը պատասխանատվություն չի կրում այդ հաշվարկի համար ես լրջության աստիճանն եմ էլի ուզում հասկանամ դուք անհատ չեք էլի էկոնոմիկայի նախարարի համար պատասխանատվություն է կրում առաջին հերթին գիտական հանրությունը այդ ամսակիրը իր ռեպուտացիայով իր ուրեմն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող հետազոտողներով որոնցից շատերին Հայաստանի կառավարությունը տարբեր ժամանակներում խնդրել, պատվիրել, ֆինանսավորել է, որպեսզի օրինակ իրանք Հայաստանի համար հետազոտություններ անեն։ Սա մեկ։ Երկրորդը, ուրեմն մթերման գները, դուք ասում եք մթերման գները ինչ կապ ունի։
Մթերման գները շատ կապ ունի։ Մեծ օրինակով ես ձեզ ցույց տամ։ Դուք որ տեղյակ լինեք արտադրողականության խթանման ծրագրի մասին, որը կառավարության ծրագիրն է եւ էկոնոմիկայի նախարարությունն է իրականացնում, այս ծրագրով արդեն 1.4 միլիարդ դոլարի մեքենա սարքավորումներ են գնել մեր կազմակերպությունները, որոնց տոկոսները մեծ մասը կամ ամբողջությամբ վճարում է կառավարությունը։ Ինչի օրինակ հիմա սա ոնց կապ ունի օրինակ խաղողի հետ։ Հենց այդ օրինակով էլ ներկայացնեմ։ Ուրեմն տեսեք, բոլոր խաղող մթերող ընկերությունները կամ սրանց մեծ մասը գնացել են լիզինգով իրենց սովետական բոշկեքը եւ սովետական ճզմող սարքերը փոխարինել են ժամանակակից գերմանական, ճապոնական, չինական, ամերիկյան սարքերով։ Հիմա սրա օգուտը ո՞րն է։ Օգուտ 1 այն է, որ այն փդած բոշկեքը դա ժամանակակից մեծ ծավալով մեծ բոճկեքի են վերածվել, որի արդյունքում երկու բան, մեկը ֆիզիկական ծավալով կարողանում է շատ մթերի, եւ երկրորդը կարողանում է որակել արտադրանք ստանա։ Այն ժամանակ քիչ մթերում էր, արտադրանքի որակը բարձր չէր։ Հիմա շատ մթերում է, արտադրանքի որակը բարձր է, որտեղ պահման պայմանները լավն են։ Երկրորդը, օրինակ, ասենք ճզմիչ սարքերը։ Նախկին են սովետական ճզմիչ սարքերը, իրանք այնպիսի լավը չէ, եւ օրինակ իրանք այդ կորիզն էին խաղողի ջարդում, որի հետևանքով սպիրտի որակը ընկնում է։ Հիմա փուչիկներով սարքեր են, որոնք օրինակ չեն կարողանում նախ շատ են ճզմում, մինչև վերջի կաթիլ, ուրեմն խաղողի այդ հյութը հանում են միջից, հետևաբար շատ արդյունք է ստացվում, հետևաբար ինքնարժեքը իջնում է, եւ երկրորդը որակն է բարձրանում, որովհետեւ կորիզը չի, ուրեմն ես կներեք էլի, որ sense ստիպված եմ ամեն ինչի մանրամասն, բայց հիմա դա ինչ անենք, հիմա մեր գործն էլ ամեն օր նետա։ Պիտի Խամանյանին նախարարի հարցը հնչել։ Հիմա հարցի հետ եմ կապում։ Որակն էլ բարձր է, դրա հետևանքով կարողանում են շատ վաճառել, լավ գնով վաճառել, դրա համար անսահմանափակ ստեղ խաղող ընդունում են։ Հիմա դուք տեսաք կառավարության քաղաքականության, ստեղ գնի արտահանման եւ գյուղացու խնդիրներ լինել չլինելու միջև կապը։ Կարծում եմ շատ հստակ կարողացա այս մի օրինակով ներկայացնի։ Պետք է լինի այլ օրինակով էլ կներկայացնեմ։ Հիմա հաջորդ չի հարցին սահմանի բացման։ Հիմա սահմանի բացման հետ կապված։ Դուք ասում եք ինչպիսի բաներ, խնդիրներ եւ խնդիրներ կար։ Ուրեմն ես ոնց ես ներկայացնեմ, ասենք օրինակ Թուրքիան ու Հայաստանը ինչ են օրինակ ընդհանուր ինչ են արտահանում, ենթադրենք Ռուսաստանի Դաշնություն։ Երկուսն էլ արտահանում են օրինակ ծիրան։ Երկուսի շուկան էլ նույնն է։ Երկուսն էլ նույն շուկաներում են վաճառում, երկուսն էլ վաճառում են նույն սուպերմարկետներում։ Հիմա ինձ կարո՞ղ ասեք, այս սահմանը բացվելուց ինչ է փոխվելու։ Երբ որ երկուսն էլ արտահանում են նույնտեղ, իրականում ծիրանի մշակության սուբյեկտ ենթադրեն գնում է դեպի Ռուսաստան։ Ոչ հայկական ծիրանի սպառման շուկան է Հայաստանի Հանրապետությունը, ոչ էլ թուրքական ծիրանի սպառման շուկան է Թուրքիան կամ Հայաստանը լինելու։ Այսինքն այստեղ այնքան բարձր են այդ տրամաբանությունները, որտեղ էլ ասում եմ մի հատ փոքր բան, հիմա կարող գնաք ասեք դա բաց դդմիկ է, այնտեղ մնաց մի քանի քոք դդմիկ, ես դες հավաստիացնում, եթե մնա կլուծենք այդ մի քանի քոք դդմիկի հարցը։ Տենց հարց չկա, պայմանավորվեցինք։ Շատ լավ։ Այլ հարցեր, հարգելի գործընկերներ։ Սպառիչ էր պատասխանը, շատ լավ։